հաշվապահությունը մի տեսակ ասոցիացիա խորամանկ մասնագիտության հետ, դե անեկդոտներ էլ կան, որ հաշվապահին ասում են, երբ լավ հաշվապահ, երկու գումարած երկու ինչ կլինի, ասում են, ինչքան է պետք։ Հիմա դուք երկար տարիների փորձ ունեք ու կարողացել եք հերքեք այդ անեկդոտը, չգիտեմ ոնց ասեմ։ Օֆելա ջան, մի փոքր գաղտնիք ասեմ։ Ազնիվ մարդը ոչ մի բան, ես որտեղ աշխատել եմ, ազնվությամբ եմ ասում, կոնկրետ հուշարձանների վարչությունում էի աշխատում երկար տարիներ ու շատ խիստ ստուգումներ էր գալիս, հարկայինից ստուգումներ էր։ Ամեն տարի, որ եկել են ստուգման, գնացել են դիրեկտորին, այն ժամանակ դիրեկտոր Բարսեղյանն էր, ասում էին, այս կնոջը միակ լատ պարգևադրի։ Այդ ամեն ինչ ասված է արդեն, ոչ մի խախտում երբեք թույլ չեմ տվել, ոչ մի 20 տարի հայկական ժամանակում եմ աշխատում, 20 տարի ընդդիմադիր թերթ, որ ամեն ինչ գրում էր անունը չտամով, հայկական ժամանակը գիտեք չի, ում թերթն ա եղել, և այնքան հանգիստ եմ, որ մի մինուս չեն գտել, միլիարդների ստուգումներ և այլը ոչ մի բան, ազնվորեն աշխատել եմ, մաքուր։ Ասում են հաշվապահները փողից դժվարությամբ են բաժանվում, ամեն դեպքում դժվարությամբ են բաժանվում, պետական փողից, իրենց տնօրինման ենթակա փողից, կա այդպիսի բան։ Չեմ, երկիր թերթում աշխատում է, երկիր թերթում 2 միլիոն դրամ նոր հայկական դրամը եկել էր, մի $100 ուրեմն կարծեմ 20 դրամ էր, $100 փոխանակումը 20, դուք պատկերացրեք 2 միլիոն դրամ եմ ստացել, պարուսակից մեջ գալիս եմ խմբագրություն, հետո ժամը 6-ին գործը վերջացրելա, գնում եմ տուն, հանկարծ հիշում եմ, որ այդ փողը սեֆի մեջ չեմ դրել, իմ պարուսակի մեջ է մնացել, հետ եմ դառնում, քանի կանգառ նորից հետ եմ գնում բան, տանը դնում եմ, որովհետև վախենում եմ, ամեն րոպե կարային գային ստուգեին, այդ այն ծանր տարիներն էր, որ դաշնակներին արդեն հետապնդում էին, ուրեմն հաջորդ օրը այդ փողը դրեցի 2 միլիոնը, գնում եմ տուն, հաջորդ օրը առավոտը գալիս ենք, տեսնում եմ, որ իմ սեյֆը 4-րդ հարկից շպրտել են առաջի հարկ, դռները բացած, մեջն էլ ոչ մի կոպեկ չկա։ Եկել են արդեն դաշնակներին, բռնել են, տարել են, շենքն էլ Փողերը ձեր պայուսակում։ Փողերը, իմ պայուսակը չէր, սեյֆի մեջ էր, պետական փողը։ Դուք բերել եք վերադարձել։ Բերել եմ, հա, եթե չվերադառնայի գնայի գայի, մեկ էդ եմ ափսոսում, ասում եմ, որ տես է տանում էի տուն այդ փողը, 2 միլիոն դահվասեր էր, $2 միլիոն ունենաս էլի համարյա։ Ինչ կանեիք։ Կվաժանեի։ Ետասարդ տարին ստեղծագործել եք ու ստեղծագործ աշխատանքը ու հաշվապահությունը թող ներվի ինձ, բայց ստեղծագործ բան կա հաշվապահության մեջ, ոնց եք այդ անցումները կաղացապահել։ Ամենաչսիրածս գործը հաշիվներն են եղել, բայց բախտի բերումով աշխատել եմ այնպիսի կազմակերպություններում, աշխատել եմ ակադեմիայի գլխավոր հաշվապահ, հուշարձանների պահպանության վարչություններ են ժամանակ, այդտեղ եմ աշխատել, թերթերում եմ աշխատել, հայկական ժամանակում եմ աշխատել երկար տարիներ, 20 տարի, աշխատել եմ երկիր թերթում, հրապարակում։ Հետաքրքիր, ստացվում է, որ այդ դաշնակցության այդ շրջանում երկիրում էիք, հետո հայկական ժամանակում էիք, ինչ-որ թեժ կետերում եք հայտնվել։ Լրիվ ընդդիմադիր թերթերում եմ աշխատել եւ ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել։ Միշտ քննադատել եմ իշխանություններին, ընտրությունների ժամանակ եղել եմ բանի նախագահ, ընտրական հանձնաժողովի նախագահ 2-3 անգամ եղել եմ Բանգլադեշի դպրոցներում բան եւ միշտ արել եմ այնպես, որ ընտրվի Դեմիրճանը։ Որ տեղամասում եղել եմ, այնտեղ Դեմիրճաններն են ընտրել, հարև որդի, 2 տարի մասնակցել եմ, մի տարին էլ ոչ նա ընտրվեց։ Ստացվում է միջամտել եք, խորհրդային հայացքներ ունեք։ Չէ, ոչ միջամտել եմ, այլ թույլ չեմ տվել կեղծիք անեն, թույլ չեմ տվել։ Բանը այդ Ալեքսանյան
անունը ոնց էր դրա։ Սամվել։ Այդ Ալեքսանյանը ամեն ինչ արեց, հերախոսները նոր էր դուրս եկել, բերեց հերախոս դրեց, էլ գումար էր բանանում, էլ ինչեր արեց, ասի ոտս ստեղից դուրս չեմ դնելու, դու մի հատիկ չես գցելու, վախենում էր ինձնից չեք պատկերացնի։ Տենց բայևոյ եմ եղել, տենց խեղճքին չեմ եղել, արտար ու բայևոյ։ Բայց այս հաղորդմանը շատ բարի ներկայացաք ու Դե էդ եմ ասում, այդ ամբողջ բարիությամբ հետ նաև ասում եմ, կարամ խիստ դիտողություն անեմ։ Օրինակ Զարան եղանում է, որ ասում եմ, այս շորը չի սազում մի հագնի կամ այս բանը մի արա։ Այդ դիտողությունը միշտ էլ փողոցում էլ կարող եմ մի բան որ տեսնեմ հակա օրինական են անում։ Մայրը ձեռից քաշ տալով երեխին գնում է, այդ երեխան լացալն ու շատ թափվում է, մոտենում եմ կանգնացնում, ձենը կտրացնում, ուզում եմ մի բանով մորնել, խնդրում եմ, մի արա, մեղ կա երեխան, անտարբեր չեմ ոչ մի բանի նկատմամբ, ինձ որ ասեմ, ինձ խնայել եմ բան, երբեք տենց չեմ արել, ուղղակի ճակատագրորեն կարևոր ձեզանից գոհ եք։ Սխալ բան չեմ արել։ Կարևոր ձեզանից գոհ եք։ Շնորհակալ եմ, որ եկաք, Տիկին Վալենտինա։ Հուսամ է, այս զրույցը ձեզ էլ հաճույք պատճառեց։ Շատ գաղտնիքներ մնացին, որ չասացիք։ Ուղղակի շատ անկեղծացա, կարողա որ բաներ որ ավել նոր ասեցի։ Չէ, ոչ մի բան չեք աս հանգիստ եղեք։ Շնորհակալ եմ, որ խոսեցիք, որ ինձ հետ կիսեցիք ձեր կյանքի պատմությունը։ Ուրախ եմ, որ ճանաչեցինք իրար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ YouTube-ի ալիքին, փնտրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։ Եթե գործ չունենամ անելու, այսօր վեր կնամ հանձնարարություն չունեմ, բանկերի հետ կապված ոչ մի հարց չունեմ, չգիտեմ հիմնարկի գործերով բանով ոչ մի բան երեխեքը չեն զանգել ոչինչ չեմ պահանջել ինձանից մոլորում եմ բա ինչ անեմ ես ինչ անեմ աստոր եմ անցկացնելու այսօր արդյունավետ լինի օրը հա այդպես սովորություն էլ չունեմ հարևանների հետ ժամանակ էլ չեմ ունեցել որ բան ավելի շատ եթե ժամանակ ունեմ գիրք կկարտամ հիմա էլ այս վերջերս որ քաղաքական թեմաներով շատ հոգնել էի արդեն տեսնում էի որ ներվերս էլ իմ առողջության վրա է ազդում էլի արդեն որոշեցի գիրք կարդամ Ռաֆու 12 հատորը 2 ամսում կարդացի պատկերացրեք նորից վեր հիշեցի ամբողջ դպրոցում էի կարդացել մեծ գրադարան ունեմ հիմա ամբողջ գրադարանը երկրորդ անգամ կարդում եմ սովորաբար ոչ թե միայն գրքերը այլ հետաքրքրվում եմ ամեն ինչով աշխարհի վիճակով, մեր երկրի ճակատագրով շատ մտահոգված եմ ու ամեն հարցին են հոգուս կորկով անցնում ամեն ինչը։ Տիկին Վալյա, որ ժամանակները նայում եք, համեմատում եք, դուք ոնց որ խորհրդային սերունդն եք, շատ բան եք փոխված տեսնում, արժե համակարգային։ Գիտեք ինչ, հիմա որ այս հակառուսականությունը շատ տարածվել է մեր Հայաստանում, որ բոլորը ոտքի են ելել, ռուսներին չգիտեմ Ես գտնում եմ, որ մեր երջանիկ տարիները այն 70 տարին է եղել Հայաստանի, որ ապրել ենք Ռուսաստանի հետ միացյալ մի միության մեջ։ Ապահով ենք եղել, ոչ մի վտանգ չենք ունեցել, աշխատանք ունեցել են, ձրի կրթություն են ստացել, առողջապահությունը ձրի է եղել, սանատորիաներ, հանգստյան տները ձրի, երեխաներին ճամբարներ եւ այլն, առավելություններ շատ կար։ Ուղղակի մի քիչ հիմա չունենք առավելություն, անկախությունը։ Դե հիմա այս անկախությունը մեզ այնքան չարիք դժվարություն ու հոգսեր պատճառեց, որ չգիտեմ ինչ ասեմ, երկրից վիճակը ինձ ահա որ ցավը պատճառում է, սոհերը, այս պատերազմը, այս Արցախի կորուստը չեմ կարող շատ ծանր եմ տանում։ Ոնց եք հաղթահարում։ Դե դա ասում եմ, որ ստիպված մեկ-մեկ որ արդեն տեսնում եմ դժվար է, գիրք եմ կարդում։ Դարձանությամբ։ Այո, գիրք եմ կարդում, բայց դա փրկություն չի։ Հույս ունեմ, որ մի բան կփոխվի կլավանա։ Դուք որ տեսնում եք այսօր երիտասարդները դիտարկող հայացքով, արդյոք անում են ինչ-որ սխալներ, որ գուցե ձեզ տարիքի փորձառության խորքից երևում է, որ պիտի շտկվի։ Բաներ կա, որ ես օրինակ ոչ ռազմական գործի չեմ, ոչ քաղաքական, ոչ պետական պաշտոն չեմ զբաղեցնում,
Բայց բաներ կա, որ ես մտածում եմ, այ եթե այսպես չանային, սենց անային ավելի լավ կլներ, սենց չգիտեմ, անդադ մտահոգությունների մեջ եմ։ Իսկ սերունդների բախում որպես այդպեսին դուք ձեր թորների, ծորների հետ շատ եք մեծ իրենցից, թե կապը կա։ Չէ, ես իմ մեծ տարիքի առումով եւ այդպես չեմ զգում, որ ես իրանց հետ հավասար եւ հակու կապի մեջ, եւ սանրվածքի մեջ, եւ պահվածքի մեջ մասնակից եմ, խորհուրդներով գոնե։ Ոչ շատ չոր ձևով, բայց ընդհանրապես Առաջադեմ եք։ հաջան։ Առաջադեմ Հա, եք։ իհարկե,